Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիա ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը Արմինե Ավետիսյանն է։ Արմինե ջան, բարև։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ շատ ինձ ընդունելու, ինձ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիր, որ գաս։ Սիրով։ Մինչև սկսել է պատմել թե ով է Արմինեն, արի պատմենք մենք ոնց ենք հանդիպել։ Գնացինք։ Ուրեմն մի շաբաթ օր ես զբոսնում եմ Բրյուսել քաղաքի փողոցներով գերուս հետ, որը հայ չի։ Ու մտնում եմ Rituals։ Եկել կարճ կապենք, աշխատողը գալիս է որ ինձանով զբաղվի, ու ինձ ասում է բարև ձեզ։ Ու դա Արմինին է ժպտերես։ Ես սենց մտածում եմ, ես հայերեն երբ խոսացի, որ ես աղջիկը իմացա, որ ես հայ եմ, որտեղ անգերից ֆրանսիացի չէ։ Ահա։ Հետո ասեմ, բա դուք որտեղից գիտեք ես հայ եմ։ Արմինեն ասում է, ես ձեր հաղորդումներն եմ լսել։ Եկեք ես էլ իմ վերսիան պատմեմ։ Ուրեմն մի շաբաթ օր, ինչպես մնացած բոլոր շաբաթները, աշխատում եմ, ու ընդ որում այդ օրը չեմ մոռանա, ունեմ երկու ուսանող, որոնք աշխատում են, որոնցից մեկը նոր էր սկսել աշխատանքը, պետքա շատ հետևում կանգնած լինեի, բացատրեի, ուղղություն տայի, ու նկատում եմ այդ մոխրագույն շաբաթօրվա մեջ, քանի որ դրանք Բելգիայում շատ հաճախակի են լինում, մի հատ ցենց լույս ա մտնում խանութ, ասում եմ ես ճանաչում եմ նրան, ու այդ ընթացքում ես զբաղված եմ ուրիշ հաճախորդների հետ, հիմա ես ունում եմ ամեն ինչ, որ կարողանամ մոտենալ Մարիային, եւ այնտեղ զգում եմ, որ կասայում ուրիշ աղջիկ կա, ու ես փորձում եմ ամեն ինչ տեղավորել այնպես, որ ես գնամ, ու ես զգում եմ, որ իմ ջանքերը ոնց որ ապարդյուն են լինելու, ասում սպասեք, ես կգամ, կզբաղվեմ ձեզ, ու Մարիան ցենց շփոթված, չէ, ոչինչ, ես բան եմ անում, զոռում եմ ցենց ասում, ես գալի եմ։ Դե ես մտածեցի, որ դա նորմալ է, երբ որ դու ունես մեկին, որի հետ զբաղված ես, ասենք թե ինձ թվաց, որ դու ասում ես, ես հեսա դեզանով կզբաղվեմ, ինձ թվաց, որ դու ինձ ես ասում դրա համար, որ այդ կնոջը ճանապարհից հետո ինձանով զբաղվեց, այսինքն ես բացարձակ ես քո ներքին ձգտումը չէի սպասում։ Լավ կոծկել էի։ Ես ինձ շատ լավ զգացի այսօր, որ անգլերեն ասում են you made my day։ Ու ինձ գրեցիք դուք։ Այդ օրը գրեցի, ճիշտ է, գրեցի, որտեղ ես մի անգամից որ դու ասեցիր, ես ձեր հաղորդումներն եմ լսում, ես էլ ասեցի Բա դե արի ինչու, դու էլ ասի մեծ հաճույքով։ Ու ես ձեր դեմքի արտահայտությունը ավելի լուսավորվեց, թե հասարակ լուսավոր եք։ Երբ որ ես հենց մի անգամից կասայում եկա ու հենց փոխեցին ոսկեղենիկ հայերենով, ասի բարև ձեզ։ Ու դուք հենց նայեցիք բարև ձեզ, դուք հայ եք, ու ոնց որ այսօր ասիք իմ արտակինը խապուսիկ է։ Ճիշտ է։ Հետո այդ բանը գերիս էլ եկավ, ասեց ես շփոթ ասում եմ, j'imagine elle m'a dit Elle me dit bonjour en arménien, ինքն էլ ծիծաղալով ասում է, բա քեզ որտեղից գիտի, տենց սկսեցինք շփթալ։ Շատ հաճելի է նման, գիտես, տենց նման վերաբերմունք, ասենք, ինչ շատ տենց ջերմացնում է, ինչի, որովհետև նախ անմիջական, հետո նախ շատ ջերմ, ասենք, նույն հաջողությամբ կարան բռնեց այդ են փողոցում, խոսքի թե դուրը չգաս, չէ, կատակ եմ անում, տենց բան չկա, բայց արել եմ արդեն։ Հա։ Զուշ մնա։ Դրա համար ես ինտերվյուն շուտ եմ անում, քանի լավ ենք իրար։ Դեռ էներգիաս Ասում եմ ինչ կատարվում է ինտերվյուի ժամանակ, մնում է ինտերվյուի ժամանակ։ Բայց տարածում ենք ամբողջ Բելգիայով։ Հա, լուսելի են բոլորը։ Սկսենք, Արմինե ջան, շատ հաճելի էր քո այդ ջերմությունը, այդ լուսավոր պատկերը, տենց այդ անմիջական ռեակցիան, հա, ասենք շատ ինձ համար հաճելի էր։ Հիմա դա շատ նոր է իմ համար, ասինքն որ անծանոթ մարդիկ, ասենք, տենց շատ երջանիկ է, որ այս փոքրիկ հաղորդումները տենց ջերմացնում են մարդկանց իրար հանդեպ, հատկապես իմ հանդեպ։ Սկսեցինք, Արմինեն ծնվել է որտեղ, երբ։ Ես ուրեմն ծնվել եմ թվականը նշենք, տարիքիցս չեմ նեղում, չեմ ամաչում, 1994 թվական Հայաստանում Էջմիածնի շրջանի Ակնալի չամայնքում Մարիամի եւ Նիկոլայի ընտանիքում եղել եմ 5-րդ զավակը։ 5-րդ անսպասելի Ձերներ էր անսպասելի։ Ես անսպասելի ծնվել եմ դե արդեն պատկերացնում եք թվականը, քանի որ նշեցի, հետպատերազմյան, թեկուզ ասում ենք հետպատերազմյան, բայց դա դեռևս պատերազմական շրջան էր հայերի համար։ Եղել եմ 5-րդ զավակը, բայց իմ ծնվելու ժամանակ կային ընդամենը 3-ը, քանի որ մեծ քույրս ավտովթարից մահացել է, ես իրեն երբեք չեմ տեսել։ Տարիքային տարբերությունս բավականին մեծ է
քույրերիս եւ եղբորս հետ 13, 11, 9 Դրա համար ունեցել եմ շատ լավ ուրախ մանկություն, բայց իմ տարիքի երեխաների հետ իրենց համեմատ բավականին ավելի հասուն եմ եղել, ուրիշ բաներով եմ հետաքրքրել։ Եղբայրները ավելի հասուն են եղել, դու իրանցից շատ բաներ եւի սովորել ես։ Երբ որ ընկերուհիներիս հետ խոսում էի, հիմնականում եղել են ընկերների հետ խոսում էի, իրենք ինչ որ թեմաներից ոգևորվում են, ես ինձ նայում եի, ասում եմ, բայց ես ամեն ինչ արդեն էս մի քանի տարի առաջ արդեն բացահայտել եմ, էդ էլ ծիծաղալու չի, էդ էլ հետաքրքիր չի, բայց միևնույն ժամանակ շատ եղել եմ ընկերասեր, միշտ շրջապատված բազմաթիվ մարդկանցով, միշտ եղել եմ կազմակերպչական այդ ջիղը միշտ եղել է մեջս, միշտ կազմակերպչական աշխատանքների մեջ եմ եղել, հաճախել եմ տեղի ծխական դպրոցը։ Ես այն սերունդ, ոչ թե սերունդը, այլ հենց այն տարվա աշակերտն եմ եղել, ում գլխին ջարդվեցին կրթական համակարգի փոփոխությունները, 2 տարի ավել եմ դպրոց գնացել, ոչ թե որովհետև կրկնել եմ տարին, այո, որտեղ ձևափոխեցին, եղավ 12-րդ դասարան, դպրոցում հասկացանք, որ այդ համակարգը մեզ դեպի անդունդա տանելու եւ դրա համար ավելի ուշ ընդունվեցի համալսարան, ուսանել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային։ Սպասի, մի րոպե։ Արագ եմ ես գնում, շտապում ես։ Այո։ Զբաղված ես, այսօր դու իմն ես։ Նստի, իսկ նստի։ Slow down։ Արմինեն, փոքր ժամանակ ինչ ես սիրել։ Փոքր ժամանակ սիրել եմ շատ ինչ որ հանդեսներ, միջոցառումներ կազմակերպել։ Միշտ սիրել եմ առանձնանալ մենակ խաղալ։ Երևի դա կապված է նրա հետ, որ քույրերս ու եղբայրս տարիքով ավելի մեծ են եղել, թեպետ մեր հարևանությամբ հենց կողքի տանը ապրում էր հորաքույրս, որ ուներ իր աղջիկը, ինձնից 3 տարի էր մեծ, ունեի հարևան ընկերներ, շատ մտերիմ ենք եղել, բայց ես միշտ սիրել եմ, կարծում եմ, ես միշտ եմ սիրել մենակությունը։ 90-ականներին, նենց եմ ասում 90-ականներին, ոնց որ ես արդեն ծեր եմ, ինչևիցե։ Ես ինչ եմ անում։ Ես ինչ եմ անում տարիքի համար։ Սուս նստել եմ։ Ուրեմն 90-ականներին խաղալիքների քանակը բավականին քիչ էր տանը, բայց տեսեք, հիմա եթե ես պատմեմ իմ մանկությունը, ասեմ թե ես ինչով եմ զբաղվել, ասեմ թե ինչ քանակությամբ խաղալիքներ եմ ունեցել, ինչպիսի activity, ինչպիսի գործունեություն եմ ծավալ, ինչեր եմ արել մանկության շրջանում, բոլորը կասեն, բա ինչ մեղ կա, բայց տրավմա չես ունեցել։ Տրավմա չեմ ունեցել, այդ տրավմաները երևի ավելի շատ ինձ օգնել են, որ ավելի ուժեղ դառնամ, բայց երբ որ ես այդ ամեն ինչը դնում եմ այդ ժամանակաշրջանի կոնտեքստի մեջ, ասեմ, որ միջին վիճակագրականի համաձայն ունեցել եմ շատ լավ մանկություն, ունեցել եմ շատ խաղալիքներ, ունեցել եմ շատ ուրախ, երջանիկ, այն որ մայրս ոչ մի բանից պերսպեկտիվայի հարցը, ոնց կնայես այդ հարցը, այն բաժակը կիսատ լցրած, թե կիսատ դատարկ, նույն պատմությունը, ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում, եթե դու այդ ամեն ինչը դնես ուրիշ պերսպեկտիվայում, ասենք կարող է լիքը տրավմա, բայց այն ժամանակ մենք բոլորս երջանիկ ենք եղել, ինչ ունեցել ենք։ Միանշանակ։ Համեմատություն էլ չենք արել ուրիշների հետ, այսինքն ամեն մեկը իր բանն ապրել, բայց ասած քեզ դա մեզ ուժեղացրել է։ Իմ պարագայում ինձ ուժեղացրել է։ Ինձ էլ։ Չնայած ես շատ ընտանիք ավելի դժվար են ապրել, քան մենք, բայց ամեն մեկը իր դժվարությունով ոնց որ բան արել։ Ինչ չես սիրել։ Չեմ սիրել, կարծում եմ այդպեսի, չեմ սիրել դաշնամուրի գնալ, բայց ինձ ստիպել են։ Այդ տրավմա, քննությունները դաշնամուրի։ Բայց հավատացեք, դա էլ եմ սիրով արել։ Անգամ ստիպված։ Ինձ թվում է իմ revenge-ը եղել է այն, որ երբ որ ես ավարտեցի դաշնամուրից դասերը, էլ չնվագեցի։ Բայց անգամ այդ ընթացքը սիրով եմ արել, որովհետև ինձ թվում է նախ միշտ մեր տանը դիալոգ ա եղել, միշտ ինձ բացատրել են, ինձ չեն ասել հա, չէ, էս արա, սա մի արա, միշտ դիալոգ ա եղել ու միշտ քույրերս, հատկապես մեծ քույրս Հրաչուհին, որը Բելգիայում է, միակ իմ հենասյունը Բելգիայում, ինձ միշտ բացատրել է ու կենտրոնացել է այն հանգամանքի վրա, որ դու շանս ունես, որը ուրիշները չունեն, ու իրոք այդպես է եղել։ Ես շանս եմ ունեցել, որ իմ ընտանիքը ինձ ամեն ինչով ապահովել է, որ ես կարողանամ հաճախեմ պարի, հաճախեմ դաշնամուրի, ու որ կողքից երեխաները չեն արել։ Ճիշտ է, բայց ասենք այդ տարիներին, ասենք այդ հայկական բոլոր ընտանիքներում, ասենք հիմնականում, անկախ նրանից ինչ հնարավորություններ ունեին, բայց երեխաների այդ հոգևոր զարգացումը շատ մեծ տեղ էր գրավում, այսինքն
դաշնամուրը, երաժշտական դպրոցը, ինչ որ մի բարի խմբակ, նկարչության խմբակ, ես մեծ խմբակների գաղափարները, չէ, մեծամասնությունը, ասենք մարդկանց ում հետ ես զրուցում եմ, բոլորս այդ նույն բանով անցել եմ, ես եմ գնացել դաշնամուրի, գնացել եմ նկարչության, Պարի չտարան, որտեղ խումբ չկար, կողքը ես երազում էի, բայց ուզում եմ ասեմ, բոլորը զբաղված էին, մենք բոլորը զբաղված էինք այդ շաբաթ օրերը, մնացած օրերը, շատ զբաղված բնակություն ա եղել։ Անշուշտ։ Մեծանում ես, ընդունում ես համալսարանի, որ բաժին միջազգային հարաբերություններ։ Գիտեք, Հայաստանում տարբեր է, ամբողջ աշխարհում կա ֆակուլտետ քաղաքագիտություն եւ բաժին ճյուղավորում միջազգային հարաբերություններ, բայց Հայաստանում հակառակն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ու ճյուղավորում կա երեք ուղղություններ, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն եւ PR management։ Ու ավարտում ես համալսարանը։ Ես համալսարանի վերջի տարին չեմ ավարտում, քանի որ գալիս եմ Բելգիա։ Ափսոս։ Անշուշտ։ Ափսոս։ Այդքան սովորելուց հետո։ Չգիտեմ, հիմա զղջում եմ դրա համար, թե չէ։ Չէ, զղջում, որտեղ ուրիշ քո որոշումն ա եղել ու դու նպատակով ես եկել Բելգիա։ Ու չգիտեմ, եթե ես այդ մի տարին էլ մնայի, դա ինձ ավել ինչ որ բան կտար, թե կլիներ ժամանակի կորուստ։ Քանի որ երբ դրսից ենք նայում, պատկերն այլ է, բայց երբ որ դու ուսանում ես ու տեղում ես, դու հասկանում ես, որ դա այն չի, ինչի համար դու պատրաստվել ես 1 տարի։ Դա այն չի, ուր ուզում ես լինել, դա քո առաջ առանձնապես դուռ չի բացում։ Դա տալիս է քեզ դիպլոմ, դա տալիս է քեզ ներքին հարստություն, որը ոչ ոք չի կարող քեզնից վերցնել։ Ճիշտ է, եւ տալիս է արտաքին դիպլոմ, որը դու կարող ես հետագայում ինչ որ էկվիվալենտ անել, որը քեզ հիմք տա, դու սովորես մի քիչ գուցե ավելի քիչ, այն ինչ որ ցանկանում ես սովորել, քան թե երբ որ դիպլոմը չունես, պետք է ավելի երկար սովորես, այդ հոմոլոգացիոնի հարցն է։ Թե չէ քո անհատական ես վստահ եմ, որ դա այդ որոշումը եղել է մտածված, ընդունված, այսինքն դա քո որոշումն է եւ այդ պահին դա է ճիշտ եղել։ Այսօրվա դրությամբ մտածել թե այն ժամանակ ինչ, այսինքն իմ համար շատ բարդ է այդ պահը հասկանալ իմ կյանքում, որ ես որոշումը կայացնում եմ այսօր իմ ունեցած հնարավորությունների եւ ինֆորմացիայի հիման վրա։ Դա կարող է մի տարի հետո, 2 տարի, 10 տարի հետո ուրիշ ձև, հա, իմ կյանքի փորձը, իմ մտածելակերպը, ծանոթությունը, հազար մի ուրիշ բան։ Անշուշտ։ Բայց այդ պահին քո ունեցած ինֆորմացիայի ու ցանկությունների հիման վրա կայացվելա դա, ուրեմն դա է լավն էր։ Հատկապես եթե դու այսօր չունես ոչ մի զղջում, հա, ոնց որ ափսոսանքի ինչ որ զգացում, ինչ որ ամենակարևորն է։ Դե տեսեք, ինչքան առաջ է գնում ժամանակը, ես այնքան համոզվում եմ, որ ընտրությունս ճիշտ էր։ Հələ։ Ու տեսեք, որ անգամ համալսարանի ուսանողական 2-րդ տարուց սկսված ոչ միայն ինձ, շատերիս մոտ ինչ որ հիասթափություն կար, բայց եկեք ցեղ չնետենք, հա, ոչ համալսարանի, ոչ ընտրած մասնագիտության վրա, ասեմ, որ ինձ շատ բան տվեց համալսարանը, ամենակարևորը, որ եթե տենց պետք է աստիճանների վրա դնեմ, առաջին տեղում են ընկերները, շրջապատը, երկրորդ տեղում են աղբյուրները, ինձ ցույց տվեցին աղբյուրներ, որոնցով կարելի է մարդ զարգանա, որտեղ որ կարող ես գնալ, սովորել, ու ես հասկացա, որ այդ ամենը ոչ թե դիպլոմի մասին է, այլ ինքնակրթության։ Ու ես զբաղվեցի ինքնակրթությամբ ու այսպես ասեմ, այն որոշումը, որ ես կայացրեցի այստեղ գալու, եթե ես մի տարի ուշ գայի, դա ինձ ոչ մի առավելություն չէր տա, ուղղակի կլիներ իմ համար ժամանակի կորուստ։ Այստեղ ես ընտրեցի ընտանիքը, երբեմն հաճախ ասում են, չէ, ինչ որ ֆեմինիստական մոտեցում կա, ասում են, չպետք է ասես ընտրել ընտանիքի կամ կարիերայի մեջ, ոչ, դա ընտրությունն է, որը պետք է կատարել։ Ես ընտրել եմ ընտանիքը։ Դա ընտրությունն է, որը յուրաքանչյուրի անց կատարում է, յուրովի ըստ իրեն տրված հնարավորությունների, միջոցների եւ կարիքների, հա, ճիշտ է։ Մեր պոստսովետական եւ սովետական, հա, բանում կարևոր է որ աղջիկը ինստիտուտ ավարտելուց առաջ ամուսնանա, հետո ինձ ամուսնանում էր պետք է միանգամից բալիկ ունենալ, որտեղ եթե չէի դեպի ձգվում էր սախ բակը խառնվում էր իրար թե ինչա, չէ։ Ինչն եմ ուզում ասեմ քեզ, բայց այսօրվա դրությամբ կյանքը ցույց է տալիս, որ գուցե ընտրության կարիք չկա, եթե ճիշտ հարաբերություններ են ու ցանկություն կա, հա, գուցե կրթության այդպես մի քիչ առաջ խոսում ենք Սերգեյ Վարդանյանի ու Նարա Վարդանյանի մասին, հա, դու լսես իրանց ինտերվյուն, դու կտեսնես, որ երբ որ ճիշտ մարդիկ են իրար հանդիպում, այդ ընտրությունը չի կանգնում դեմ
որովհետև յուրաքանչյուրը աջակցում է, որպեսզի մյուսը երջանիկ լինի։ Այսինքն, եթե քո համար կարիերան կարևոր լիներ, ես վստահ եմ, որ դու ունես կդնեիր, որ դա ճիշտ լիներ։ Առաջինը, երկրորդը, մարդ կա, որ իր համար ընտանիքը կարևոր է, քանի երեխաները փոքր են։ Հետո երբ որ մեծանում են, իր պրիորիտետները փոխվում են։ Իհարկե, առաջնահերթությունները տարբեր են լինելու, տարբեր ժամանակաշրջան։ Դրա համար պետք է մարդ ապրի իր կյանքը։ Տեսեք, ես այստեղ ընտրություն բառը ընտրեցի, դուք նախասիրություն։ Բայց հիմնականում կարծում եմ կողակցից զատ, օրինակ տեսեք, իմ կողակիցը երբեք իմ առաջ չի դրել ընտրության հնարավորություն, բայց ես ինքս իմ հավասարակշռության համար, իմ նախընտրություններին համաձայն, ես ավելի, այսպես ասած, առավելությունը տալիս եմ ընտանիքին, քանի որ ունեմ 4 երեխա այսօր եւ դրա հետ մեկտեղ հանդգնում եմ աշխատել։ Ու աշխատանքս էլ բարդ աշխատանք է, ամբողջ օրյա։ Այո, մեծ պատասխանատվությամբ նաև 4 երեխա, ամբողջ օրյա աշխատանք, ես դրա մասին եմ խոսում։ Կարիերայի ընտրության ու ընտանիքի ընտրության։ Դες դու չես ասել, ես 4 երեխա ունեմ, ես նստում եմ տունը, որտեղ իմ ընտանիքն է կարևոր։ Ոչ, բայց դու համատեղում ես։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ու այդ վստահ եմ, որ այդ աշխատանքը քեզ տալիս է այն բավարարվածությունը, որը քեզ թույլ է տալիս ավելի լավ ըմբոշխնել քո ընտանիք։ Անշուշտ։ Ունեք ես հանդիպում եմ մամաներ, որոնք ընտրել են ընտանիքը, ընտրել են երեխաներին ու չեն աշխատել։ Քիչ թե շատ այդ ֆրուստրացիան երբեմն զգացվում է մարդկանց մոտ, երբ որ իրանք չունեն դրանց այդ փոքրիկ երջանիկ պահ աշխատելու։ Կապ չունի, դա կարա լինի մի բան, որ դու սիրում ես անել, ուղղակի քո համար, քո հաճույքի համար, կարող է լինի սովորել, կարող է լինի կրթվել, կարող է լինի հազարը մի բան, չէ՞։ Այսինքն այդ քո ռուսիասած ադուշինկա, դա քոնն է։ Հիմա վերադառնանք հետաքրքիր կողակից, Բելգիա, ինստիտուտ չավարտել, կողակից եւ Բելգիա։ Ոնց ես հայտնվել Բելգիայում։ Ուրեմն տեսեք, նախ ոնց եմ հայտնվել Բելգիայում։ Այդ հարցին կա երկու պատասխան։ Կարող եմ պատասխանել կարճ եւ ճիշտը երկար, այսպես ասած։ Կարճ պատասխանն է, որ միջին վիճակագրական յուրաքանչյուր իրեն հարգող հայ կասեր բախտը բերեց Եվրոպա ամուսնացավ։ Դա առաջին հարցն է։ Չեմ իմանում։ Չէ, ասեք որ, հա, իսկ երկրորդը հարևանները տենց կասեին։ Հարևանները տենց կասեն, լավ բախտը բերեց, սրա բախտը։ Բախտը բերեց, տեսած Եվրոպա, դե Եվրոպա։ Իսկ եթե անկեղծ պատասխանեմ, այդ հարցին քույրս ամուսնացել էր Բելգիայում։ Չկարողացա գալ հարսանիքին, քանի որ այդ ընթացքում ամուսնացավ մայիսի վերջ։ Այդ ընթացքում ես պատրաստվում էի ընդունելության քննություններին համաձայնություն։ Ես իմիջիալոց կյանքի ընթացքում հասկացել եմ, որ բոլորն ապրում են ի հակառակ իմ բարօրության։ Տենց է։ Այո, այդպես է։ Հատկապես այդ քույրերը։ Այ քույրերը։ Չխոսենք։ Այդպես, բայց դա ինձ չհետ պահեց Բելգիա գալուց։ Ես կգամ, ես կապացուցեմ, որ իմ ոտքը հասնելի է Բելգիա։ Վայ Արմինե։ Ուրեմն, քիչ սպասեցի թե շատ հաջորդ տարի ամառային արձակուրդներին ավանդական հայկական ընտանիքում ամուսնությունից հետո գալիս է ով բալիկը հղիեր ծնվելուց մայրս պետքա գար, ես էլ սենց զմրսվեցի մայրիկից, միասին եկանք Բելգիա եւ այդտեղ ինչ անակնկալի եկել քուրիկդ որ քեզ տեսել է։ Դե ցավոք սրտի չենք կարող անակնկալ անել, որտեղ վիզայի հարց կա, տեղյակ էր որ պետքա գա, այսպես ասած։ Չունենք էլի։ Դժվար էր այդ։ Հա, Շենգեն երկիր չի Հայաստանը, չենք կարող հրավեր պետք է ուղարկեին, անակնկալ, թեպետ այդպիսի միտք կար։ Այդպիսի անակնկալներ արդեն արել եմ։ Հետո հետագայում, երբ որ վիզաս բալիկը որ ծնվեց, գնացինք, ոչ մի չէր սպասում, բայց դա մեր ավելի հեշտ էր գնում էինք Հայաստան էլի։ Չէ, այդպես երկու անակնկալ արել եմ։ Ինչ լավ է։ Հայտնվել մարդկանց դիմաց անակնկալներով, այո։ Վերջանում գալիս ես բալիկի ծնվելու համար։ Բալիկի ծնվելու համար այդտեղ հանդիպում եմ քրոջս ամուսնու հորաքրոջ տղային։ Ընտանիքները մեծ են։ Այստեղ այո, ընտանիքները մեծ են, շփումները կան եւ այլն եւ այլն, եւ այդտեղ սկսվում են բանակցությունները, որոնք տևում են 2 տարի, 2 տարի բանակցություններից հետո հաղթում է
արական կողմը եւ իքական կողմը լքում է երկիրը եւ գալիս է Բելգիա։ Բազեն դժվար էր բանակցելը քո հետ։ 2 տարի տևեց։ Լավ է, էլի լավ է։ Ուժեղ էր արական կողմը, շատ ուժեղ։ Բայց դու էլ ունես ոչինչ։ Ես մարդիկ գիտեմ ավելի շուտ են հանձնվել։ Հա։ Լավ 2 տարի լավ ժամանակ է։ Բայց կա հաղթանակ ճակատամարտում, որը բայց կարևորը պատերազմի հաղթանակն է։ Ես դեռ վերջին խոսքը չեմ ասել։ Ու մեկ էլ ասեցի, ոնց ասեցի, քանի բալիկ ունես։ Ես ունեմ 4 բալիկ։ Ոնց ասեցի, ես մեղավոր չեմ։ Չէ, դա կատակ է Ես մեղավոր չեմ, տենց ասացել։ Չէ, երեխաների ծնունդը չասեմ պլանավորած, բայց ցանկացած։ Բայց ցանկալի է, անշուշտ։ Այսօրվա դրությամբ դա անակնկալը բարդ է լինում, բայց 4 անգամ դժվար է։ Այո, չէ։ Բալիկներ լավ բան են։ Բայց գիտեք, չէ, 4-րդը իսկապես անակնկալ է։ Տեսեք, այսպեսի մի դրվագ պատմեմ իմ կյանքից, երբ որ ես դեռ պատանի էի, չասեմ երեխա, որովհետև ուրիշպես հիմա շատ մեծ ես։ Հա, հիմա շատ մեծ եմ, տարիքս սպիտակ մազերս դուրս են եկել, ինչևից է։ Տարբերս չպատմեմ։ Երբ որ դե գիտեք, խոսում են, որ ամուսնանամ, ես այսքան երեխա եմ ուզում, ես այնքան, իմ մեջ տպավորված էր, ես ուզում եմ 4 երեխա։ Այդ է, դե որտե մեծ ընտանիքից ես գերվի դրա համար։ Հավանաբար, 2 աղջիկ, 2 տղա, ես ուզում եմ 4 երեխա։ Երևի կարծում եմ դա այն ժամանակահատվածն էր, երբ որ Աստված իմ պլաններն էր գծում ապագայի։ Չմտածեց, որ այս երեխան անկապ բան է խոսում։ Գրեց Արմինե Ավետիսյան 4 երեխա։ Ու ինչ որ գրված է լինում է։ Երբ որ ունեցա առաջնեկիս, աղջիկ է, անունը Վեհամարի։ Վեհամարի, այո։ Ինչ հետաքրքիր անուն է, ես երբեք չեմ լսել։ Բոլոր երեխաներին տվել ենք Վաղադրյալ անուն։ Վեհամարի։ Ցանկացել ենք, որ լինի հայկական եւ եվրոպական։ Ոչ թե հայկական անուն, որ Եվրոպայում հեշտ ասվի, ճիշտ է, բայց որ չգիտեմ, լինի այդ իրենց անվան վրա կնիկ, որ իրենք հայ են եւ Բելգիայում են ապրում։ Ոչ թե դնեմ ինչ որ հայկական անուն, որ այստեղ դժվար է ու ոչ էլ եվրոպական անուն, որ չզգացվի։ Վարդանուշ։ Ողջույն բոլոր Վարդանուշներին, մենք ձեզ սիրում ենք։ Այո, դուք Չէ, բայց դժվար է Վարդանուշ անունը, իսկ իմ Հակոբյանյան ազգանունը այստեղ շատ դժվար է, մինչև մարդիկ արտասանում են, խեղճերը գնում են աշխարհ հետ են գալիս։ Հակո, այդ առաջինը հեշտ են ասում, հետո սկսում է բժ, իրանց կորցնում ես արդեն։ Ուզում ասեմ, անշուշտ։ Պետք է գրելով էլի, չի նշանակում, հա։ Ու այդպես որոշեցինք անվանել Վեհա, վեհություն, ինչ լավ անուն է արեցի։ Եվ Մարի։ Եվ նաև մեր առաջադրանքը բարդ էր, բայց մեր առաջադրանքը բարդացրել ենք մենք ինքներս, ես ու ամուսինս որոշում ենք, որ լինի մեկ հայկական, մեկ եվրոպական եւ դրանցից մեկը գոնե լինի աստվածաշնչյան անուն։ Ինչ հետաքրքիր է։ Մյուս բալիկների անունները ոնց է։ Նիկոլանոյ։ Ինչ լավն է։ Երրորդը Ջոն Մասիս։ Վայ։ Իսկ չորրորդը Շարլի Զաբել։ Շարլի Զաբել։ Այո։ Հիմա բայց ո՞նց են իրանց անունները դպրոցում օգտագործում, տենց վայ շատ հեշտ։ Տենց հենց երկու անուններ օգտագործում, թե ինչ որ դիմինիտիվ են անում։ Երկուսն էլ օգտագործում են։ 3 երեխաների հետ ոչ մի խնդրի առաջ չեմ կանգնել։ Փոքրիկը երբ որ գնաց մանկապարտեզ Մսուր, այնտեղ կարծեմ ինչ որ չեմ հասկանում ոնց է պատահել, որ իրենք մտածել են երեխան ունի 2 անուն՝ Շարլի եւ Զաբել։ Ու իրեն բոլոր 3 անուն լինում այստեղ։ Ու իրենք անընդհատ իրեն անվանակոչում են Շարլի, բայց ես ասեցի ոչ, նրա անունն է Շարլի Զաբել։ Ու հիմա իրենք էլ արդեն սովորում են։ Չէ, հեշտ է։ Ինչ հետաքրքիր է։ Ունենք այսպես ասեմ բախտը, շանսը, որ Բելգիայում քանի որ ինկլյուզիվ են շատ եւ դիվերսիտեն բավականին մեծ է, ինչ ասում ես ընդունում են, ուրեմն այդպես է, ուրեմն այդպես։ Ինչ հետաքրքիր է, ես պետք չի հանդիպել, տես լավ միտք է, բայց ես պետք չի հանդիպել, տես հանդիպել է որ դրել են տարբեր անուններ, մի հատ եվրոպական, մի հատ հայկական եւ այլն 3 անուն, չէ՞, այդտեղ կարող են դնել։ Ու ասեն երեխան, որը ուզեցել է, այդ օգտագործել, ասեն ծնողները կամ, բայց որ նույն անունը, այսինքն առաջի անունը լինի Բաղադրյալ, այստեղ չի հանդիպել։ Այսինքն հանդիպել է, ասենք թե Անլող, Գայելան, Եսմիլ, բայց չի հանդիպել, որ լիներ այդ այնց եվրոպական ու հայկական բաղադրություն։ Շատ հետաքրքիր անուններ է ստացվել։ Շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ։ Աստված, հավատք,
մի քիչ մենք որ մինչև ինտերվյուն խոսացինք, կրոնը, հավատքը հատուկ տեղ է զբաղեցնում քո ընտանիքում, ձեր ընտանիքում։ Եվ ես շատ հավանեցի դու ոնց բացատրեցիր դա։ Կբացատրես մեր ունկնդիրների համար, որ ինձ թվում է բոլորի համար շատ հետաքրքիր կլինի։ Տեսեք, միանշանակ կրոնը եւ հավատքը, եթե ոչ առաջնային, ապա շատ կենտրոնական տեղ զբաղեցնում մեր ընտանիքում, մեր ցանկացած գործի մեջ, ամեն ինչ անում ենք ուղղորդվելով կրոնով։ Բայց կրոնը երբ սկսեց կարևոր լինել ինձ համար, առհասարակ ոնց որ բոլոր հետսովետական ընտանիքներում, նաև իմ ընտանիքում կրոնը շատ կարևոր դեր է ունեցել, բայց միևնույն ժամանակ ավելի շատ տաբու։ Ես միշտ սիրում եմ կրկնել, որ մեր ընտանիքում կրոնը եղել է շատ ժառանգական, այսինքն մենք կրկնել ենք այն, ինչ որ մեր պապերը, նախապապերն են ասել, ու հիշենք, որ 90-ականներում հետսովետական տարիներին սովետական շրջանում կրոնը կարևոր դեր ընդհանրապես չի զբաղեցրել, արվել է ամեն ինչ, որ մինիմալիզացվի եկեղեցու դերը առօրյայում մարդկանց կյանքում, բայց ես Էջմիածնի շրջանից եմ, կրոնական կենտրոնն է Հայաստանի, ու հատկանշական է նշել, որ մեր դպրոցում եղել է կիրակնօրյա վարժարան, որին ես հաճախել եմ, քույրերս, եղբայրս եւ գյուղի բոլոր երեխաները հաճախել են այդտեղ, ստացել են կրոնական կրթություն, ուսումնասիրել ենք Աստվածաշունչը, կազմակերպել ենք բազմաթիվ ուխտագնացություններ, միշտ մոտ ենք եղել եկեղեցուն։ Բայց երբ որ այն ինտրոսպեկցիոնի շրջանը, ինքնաներթափանցման շրջանը ինձ մոտ սկսվեց, երբ որ ես դարձա ծնող։ Ես հասկացա, որ ինձ շատ կօգնի կրոնը երեխաներին ճիշտ դաստիարակելու եւ ուժեղ դաստիարակելու համար, քանի որ իմ համար դաստիարակության ամենակարևոր հիմնասյունը ու ամենակարևոր դրավականը դա ուժեղ երեխա դաստիարակելն է։ Եթե քո երեխան ուժեղ է, ունի սկզբունքներ, քո երեխան գիտի կյանքում ինչ է ուզում, ու դա սկսված շատ փոքր տարիքից։ Ինքը երբեք չի քամիներից չի ճոճվի ու ճիշտ կգնա իր ճանապարհը։ Այսինքն ասենց ասեմ, ոչ թե կրոնը, այլ հավատքը։ Հավատքը ավելի շատ, այլ հավատքը։ Ես ուզում ասեմ հավատք, իմ համար հավատքի բառն ավելի խորը, հզոր ու ճիշտ։ Դե հավատքը կարա տարբեր ձևի լինի։ Անշուշտ։ Յուրաքանչյուրը կարա ունենա իր հավատքը, բայց կարևորը որ իր սիրտը հոգին լցված լինի հավատքով, սիրով եւ չէ, ասենք թե նու կրոնը ավելի հավատքի արտահայտումն է կամ ինչն է, բայց ասենք հավատքը իմ համար ավելի հզոր է, ոնց որ դու ասես, եթե երեխաները, եթե մարդիկ ունենան այդ հավատքը, այն սկզբունքները, որ այդ հավատքը ներշնչում է, չէ, ասենք թե ուժին վարություն, մի արա եւ այլն, այսինքն որոնք առօրյա նորմալ մարդկային հարաբերությունների սկզբունքներն են, չէ, ասենք դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա, ասենք թե, հա, ճիշտ ես ասում, երևի դա շատ ուժ է տալիս, այդ հավատքը, որ քեզ ինչը շատ ջուր եկա, որ դու ասցիր ծնող դառնալուց հետո ես դառա ավելի քրիստոնյա, ավելի հավատքս ուժեղացավ։ Տեսեք, երբ որ ես փոքր եմ եղել, հիմա երբ որ նկատած կլինեք, կան մարդիկ, որոնք խուսափում են այդ ամեն ինչից խոսել։ Ինչի, որովհետև հասարակությունը շատ արագ պիտակավորում է իրենց։ Ու շատ ծայրահեղական վիճակների մեջ են գնում։ Տեսեք, կարծում եմ ինչից է գալիս, երբ որ ես փոքր էի, իմ համար հավատքը ավելի չի կարելիների ամբողջականություն էր։ Ավելի մի արա, որովհետև ուսումնասիրեցի տարբեր կրոններ, համալսարանական տարիներին արդեն, ու հասկացա, որ ամեն կրոնի հիմքում, չասեմ ամեն, շատ չեմ ուսումնասիրել, բայց հիմնական կրոնների հիմքում, օրինակ տեսեք, քրիստոնեության հիմքում ինձ մոտ սերն է։ Մուսուլմանների մոտ ենթարկվելն է։ Իսկ հրեաների մոտ ավելի շատ հարգանքն է։ Ու ես հասկացա, որ իրոք մարդ պետքա, չգիտեմ, Աստված մեզ պետքա այնքան սիրի, որ մեզ ամեն ինչ տա։ Անկամ տա հնարավորություն կրոնն ընդունելու ու որոշելու, որ ուղղությամբ ու որ ճյուղով ես գնում։ Ու ես ասացի, չէ որ սա ոչ թե չի կարելիների, այլ սիրո մասին է։ Ու ես փորձեցի երեխաներից դաստիարակելու ու երեխաներից կյանքում կրոնը մտցնելու այդ ընթացքում սերը դնեմ հիմքում։ Սեր, ու ես միշտ ասում եմ, սեր, սիրել, ձեր սիրտը բաց պահեք, ձեր սրտում Աստծո համար տեղ պահեք։ Ու տեսեք, հիմա շատ դժվար է երեխա դաստիարակել Բելգիայում, Եվրոպայում, թեպետև ամենուր, այս նոր նորմերի հետ կապված, այս նոր, չգիտեմ, խոսքի ազատություն, որը
իդեպ սա խոսքի ազատություն չի, սա դիմացինին չհարգելու ինչ որ արվեստ է, ոչ թե խոսքի ազատություն։ Այս ամեն ինչում շատ դժվար է երեխա դաստիարակելը, ու ես ուզում եմ, որ երեխաները իրենց սիրտը մաքուր պահեն։ Իրենք արժեքներ ունենան, ու այդ արժեքներից ամենակարևորը հավատքն է իմ համար։ Ես միշտ վախում, որ վաղը մյուս օր երեխաները երբ որ ես շատ ադուվանչիկ եմ մեծացել։ Մեծ ընտանիքում, սիրված, փայփայված, իմ համար վատ մարդիկ, չար մարդիկ ամենը գրքերում են եղել ու հեքիաթներում են եղել, հա։ Բայց երբ որ ես սկսեցի առնչվել իրական կյանքում գտնվող մարդկանց հետ, ես ապտակներին մի շարան եմ անցել։ Ճիշտ է, այդքո ասած սկզբունքները, ընտանիքը, դաստիարակությունը ինձ օգնել է, որ ես այդ ապտակներով անցնեմ, բայց մարդիկ կան, երեխաներ կան, որ ապտակներ փոքր ժամանակ են անցել, որտեղ իրանք այդ իդեալական երկրում չեն մեծացել։ Ես հասկանում ես ինչ եմ ասում։ Ցավոք սրտի այսօրվա դրությամբ լավ կլիներ, որ բոլորը տենց մտածեին, բայց ասենք ես երբեմն ասեմ ճիշտ է, դա ինձ ուժեղ է դարձրել ավելի բան, բայց արտաքին երկիրը ինքը տենց բարի չի։ Ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, դրա համար երեխաներիս ընդհանրապես չեմ փաղաքշում։ Ընդհանրապես։ Կարևոր է ինձ համար, որ կրկնվում եմ, բայց կարևոր է ինձ համար, որ ուժեղ մարդ մեծանա։ Իսկ ինչ վերաբերվում է արտաքին կարծիքներին ու արտաքին միջավայրին, ես իրենց հիմա մի, այսպես ասած, ուսմունք ունեմ դաստիարակության մեջ, ասում եմ, երբ որ ինչ որ մեկից դու նեղանում ես, ինչ որ մեկը քեզ նեղացնում է, ավելի ճիշտ, դա ոչ թե նեղացնողի սխալն է, այլ քո սխալն է։ Դա եթե դու ես նեղացած, դա քո զգացմունքներն են, դա քո վերաբերմունքն է։ Դու պետք է վերանայես քո վերաբերմունք ու չնեղանաս։ Ճիշտ է, ինքը սխալ է, սխալ բան է արել, բայց դու մի նեղացի իրենից։ Այսինքն ես ուզում եմ այնպես դաստիարակեմ երեխաներին, ուզում եմ, չգիտեմ այդպես կլինի թե չէ, չգիտեմ ինչքանով եմ հաջողում, ինչքանով ձախողում, ուզում եմ, որ այնպես լինի, որ իրենք պատներ ստեղծեն իրենց համար, որ ինչ կատարվում է մյուսների համար, թող այդպես լինի, դա իրենց չդիպչի, եթե ինչ որ ես իրենց միշտ բացատրում եմ, եթե ինչ որ մեկը ինչ որ վատ գործ է անում, ինչ որ վատ ձևով է արձագանքում, ուրեմն ինքը դժբախտ է։ Ապես։ Ասում եմ դա քո մասին չի, դա իր մասին է։ Իր ներսինն է դուրս անում, բայց դու լավով, ու ես միշտ տղայիս երկրորդս բավականին չվատաբանեմ, բայց դժվար բնավորություն ունի ու ինքը շատ արագ ներվայնանում է, շատ արագ։ Ես միշտ իրեն ասում եմ, կյանքում կա մի գիծ։ Գծի մի կողմում Աստծո պահպանվածներն են, մյուս կողմում սատանայի հետ գործար կանողներն են։ Ասում եմ, դու ամեն անգամ քո գործ անելուց առաջ հիշի այդ գծի մասին, դու ես որոշում, դու լինես բարի թե չար, դու ես որոշում բարություն անես թե չարություն, դու ես որոշում վատ արձագանք տաս թե լավ արձագանք։ Միշտ պահի այդ ամեն ինչը քո սրտում։ Ու ես մի քիչ վիզուալիզացնում եմ այդ ամեն ինչը, իրանք միշտ ասում են, երբեմն իրար հետ որ կռվում են, վեճերի ժամանակ լսում ասում, դու գիծն անցար, դու գիծն անցար։ Ասում հիմա դրսում որ ինչ որ մեկը լսի, ինչ գծերի մասին ախոսքես։ Իրանց տանը բոլոր գծերով են ման գալիս։ Դու գիծն անցար։ Ու մեկ որ աղջիկս պետքա գա բողոքի, դա շատ հաճախ է անում։ Եղբայրներից ինձ ասում է, հա ինձ մամա ասում է, ինքը անցավ մեն սատանայի կողմը, ինքը ասում է այդ անունը մի տվեք, չեմ ուզում, ամեն դեպքում չեմ ուզում այդ, ասում է ինքը գնաց վատերի, ասում իրա որոշումն է, ինքը տենց արեց, ես դրա համար իրեն տենց պատասխանեցի, ասում նայ, ինքը վատ բան արեց, հա, դու իրան վատ պատասխանեցիր, հա, որովհետև չէ, դու զգում ես, որ ինքը վատ է, ինչ ես վատը կրկնում։ Մի խոսքով, բարդ մեկ եկես ինչն է հետաքրքիր, որ վալիկները փորձում են թարգմանեն, ասենք արտահայտությունները, մի անգամ իմ աղջիկ ասեց քնությունից էր պատմում, ինքը տեսնում է, որ ես իմ գլուխս ջրից չեմ կարող հանեմ, ինքս այդ սեղմում է իմ գլխին, ասում է, j'arrive pas à tenir la tête au-dessus de l'eau։ Վայ շատ ծիծաղելի է 3 տղաս ինչ որ բանեց, ասի վայ սիրտս կանգնեց, ինձ ոնց է պատասխանում, բայց քո սիրտը ոտքեր չունի որ կանգնի։ Ինչ լավն է։ Կամ որ ասում դե պատկերացնում եք 4 երեխա աշխատանք առավոտյան ինչ մարաթոնա չեք պատկերացնում ես մեկի հետ արդեն բավականն է 4 երեխայի ոնց ես անում ու դու ամեն օր գնում ես գործի 4-ին պատրաստում ես գնում ես գործ ոնց է ստացվում խարորյա տեսեք գիտեք որ sense լսում են մարդիկ ասում են վայ 4 երեխա աշխատանք ինչ որ ծափահարություններ են հնչում իմ հասցեին բայց ես այդ ամեն ինչը մեծ սիրով կփոխանցեմ ամուսնուս
ծափարությունները, որովհետև եթե կինն ուժեղա, դա նաև ամուսնու շնորհիվ է։ Ու եթե ամուսնին ուժեղա կնոջ շնորհիվ է, մենք շատ լավ համագործակցում ենք։ Դա շատ կարևոր է։ Շատ լավ համագործակցում ենք։ Կյանքի ընկերներ եւ գործընկերներ, ասենք սենց։ Այո, շատ ուժեղ է մեր համագործակցությունը, դրա համար տեսեք, այս 4 երեխայի պատմությունը մոռացա վերջացնել, խոսքից խոսք է բացվում։ Երբ որ առաջնեկս ծնվեց, շատ դժվար էր, շատ դժվար երեխա էր։ Օй, լացում գիշերներ, շատ դժվար էր, աղջիկս էր։ Համարին։ Երբ որ երկրորդը ծնվեց, Նիկոլանոյը, տղաս, իրենց մեջ կա ընդամենը 22 ամսվա տարբերություն։ Ժամանակ չեք կորցրել։ Չէ, այդ ընթացքը նենց երջանիկ մշուշով էր պատված, որ չենք մտածում, որ հետո պետք է մեծանան։ Չէ, գիտեք, հիմա ես շատ ուրախ եմ այդ ընթացքի համար, որ շատ ռեֆլեքսիոն չեմ ունեցել, որ ասենց շատ չեմ տոն, բա որ սա, բա որն է, այդ բա որները չի եղել։ Երիտասարդությունը, դա երիտասարդության հանդարտությունն է։ Այդպես ասեմ։ Ես իրարվածությունն եմ։ Այո։ Երբ որ երկրորդ տղաս ծնվեց, տղաս շատ հանգիստ էր, կարծում եմ ոչ թե իր բնավորությունները, այլ ճարչուներ այդ խեղճը, որտեվ քուր այնքան տեղեր զբաղեցնում, այ շատ դժվար էր։ Երրորդի համար շատ երկար մտածեցինք, ուզում ենք, չենք ուզում։ Ուզեցինք, երրորդը ծնվեց, բայց որ երրորդը ծնվեց, ես մտածում էի, որ հասել եմ իմ գագաթնակետին ծնողավարության, ես այլևս չեմ կարող, արդեն 3-ի հետ էր ինձ դժվար։ Դրա համար անցավ 5 տարի, եւ ինձ առհասարակ լավ չէի զգում, շատ հոգնած էի, բայց անընդհատ այդ ամեն ինչը դնում էի ինչ որ մի ուրիշ հանգամանք շարահյուսներ, սա լավ չեմ, որովհետև այսպես, այնպես։ Հոգնած եմ 3 երեխա, տուն, տեղ, ամուսին։ Հա, շատ ցենց հոգնած ընթացքեր ու մի օր քրոջից հետ եմ հեռախոսով խոսում, ասում եմ ոնց ես, ամեն օր հեռախոսակցություն, ասում եմ լսի, ասում եմ ինքան վատ եմ, նենց տպավորությունով մոտես, ոնց որ հղի լինեմ։ Ու ես ինքս ինձ այդ մտքի վրա բռնում եմ, ու հետո խոսակցությունը շարունակվում է, բայց ես չեմ կարողանում դադարել այդ միտքը։ Ու որոշում եմ պարզել, դա այդպես է թե չէ, եւ պարզում եմ, որ դա այդպես է։ Ես ունեի արդեն 3 ամսվա հղիություն։ Փաստորեն բալիկա անպայման ուզում եք, բայց միշտ ասում են կամ պետք է 2 ունենաս, կամ 4-ը, որտեվ ասում են երրորդը մի քիչ sense մեջտեղին է այդ երկրորդը, ու ես զգացի դա իմ տղայի վրա։ Ես զգացի, ասում որտեվ մեծը շատ մեծն է, իրան սիրում են, փոքրը փոքրն է, իրան սիրում են։ Մեջտեղինը չի իմանում ինք ում ընկերն է, բայց երբեմն էլ, եթե մեծ առաջի 2 իրար հետ ավելի մոտիկ են, փոքրիկն է դուրս մնում, կամ եթե փոքր 2-ն են մոտիկ, մեծն է։ Տենց ինչ որ միշտ լինում է 3-ի մեջ, միշտ լինում է տարաձայնությունը, իսկ ասում եմ 4-ի մեջ, ոնց է լինի, միշտ 2 հոգի իրար հետ ինչ որ մի բան խաղում են։ Տեսեք, եթե ես իրավունք ունեմ խորհուրդ տալու, եթե կա ինչ որ մեկը, որ հիմա ուզում է ունեցեք 6 երեխա, խորհուրդ է տալիս Արմինեն։ Չտեսեք, եթե կա ինչ որ մեկը, որ կլսի իմ խորհուրդը, եթե ունենաք 4 երեխա, 4-րդը մի ուշացրեք։ Որտեւ տեսեք, ես ունեցա այդ շրջանը, որ իմ երկրորդը դժվար շրջան ապրեց, որ ինքը չէր կողմնորոշվում մեծ էր թե փոքր, մեծերի հետ պետքա մեծավարի բաներ պետք անի, թե ինքը փոքր է։ Բայց հիմա տեսեք ծնվեց 4-րդը։ Հիմա ամեն ինչ տեղ ընկավ։ Naturellement, բնականորեն ամեն ինչ տեղն ընկավ, բայց հիմա երկու մեծերը շատ sense իրեր շատ ամուր կապված են, այն փոքրը երրորդը Ջոն Մասիսը դեռ մեծ է բավականին, որ փոքրի հետ խաղա ու փոքրա որ մեծերին միանա։ Հիմա ինքն է այդ շրջանն անցնում։ Ինչ տարիք են իրանք ան։ Աղջիկս կլինի 10, 1 ամսից կլինի 10, տղաս եղավ 8, 6 եւ մեր բուջուրիկը որ եղավ արդեն 14 ամսական։ Հա, դե 6 ու 14-ը 2 ու հետո արդեն 5 տարի տարբերություն։ Հիմա դրա համար իրան 6 ու 14-ը մի քիչ տարբեր է, տարբեր է շատ, բավականին։ Հիմա ավելի ծնողական ինչ որ վերաբերմունք է երևի, հա։ Հա, բավականին։ Խաղալիքի տեղ։ Հա։ Տիկնիկն է։ Հիմա ոնց է աղջիկ, տղա, աղջիկ։ Չավես։ Ես ասում եմ, երբ որ միշտ ասում եմ աղջիկ, տղա այն փոքր ժամանակ Աստված ասեց այս երեխան բանա ուզում անեմ հետագայում։ Տենց չհասկացա, որ ես անկապ երեխա եմ, բաներ եմ խոսում, պետք չի։ Դրա համար կատարեց իմ։ Ինչ լավ է, 2 քուրիկ, 2 ապերիկ։ Ու լավ էլ համա, ոնց որ հավասար է, էլի, չի, ասենք, այդ ամենահավեսը, որ մի հատ գերի որ եղբորաղջիկ ունեմ, 3 հատ տղա ունեմ։ Ասում է իրանք որ սկսում են իր հետ կռվել, ես գինիս լցնում եմ,
գնում են փակվում են վաննայում։ Որովհետև ասում է, եթե ես խառնվեմ, հետո իրանք բարիշում են, մեղավորը ես եմ դուրս գալի։ Իսկ ես ասում եմ գնում եմ նստում եմ վաննայում ու ամբողջնում եմ իմ գինը։ Ճիշտ որ բարև ենք իրեն, շատ ճիշտ եք անում։ Մարիան ջան, պաչիկ Մարիանա։ Մարիաննա ջան շատ ճիշտ որոշում է, ես համամիտ եմ ձեզ հետ եւ դու երևի ձեր վաննայում լավ տեղ ես բաղացնում։ Այո, մեծ է, բավականին մեծ ունեմ Գոգարանում ես այսինքն խորհուրդ Արմին է, եթե որոշել եք 3-ից ավելի երեխա, 2-ից ավելի երեխա ունենաք, ձեր վաննային հատուկ ուշադրություն դարձրեք, դա շատ կարևոր է եւ գինու ընտրությանը, դա էլ է բավականին կարևոր։ Վաննայում մի հատ պահեստ, անշուշտ, կապը լինի վաննայի տակը։ Եթե հնարավոր է, անշուշտ։ Շատ լավ է։ Արմին, իսկ աշխատանքի պահը, հա, երբ ես հասցրել, ոնց ես հասցրել, որտեղ ես իրոք անկեղծորեն դժվարանում եմ պատկերացնեմ 4 երեխան, տուն, ընտանիքը եւ աշխատանքը առօրյա, ոչ թե ինչ-որ ինչ-որ մի քանի ժամ գնում գալիս եմ, էլի, որտեղ ասենք ռիտուալը ինքը ամբողջ օրյա է, եթե գնում ես։ Ամբողջ օրյա է, միանշանակ, հատկապես իմ աշխատանքը, դե տարբեր կոնտրաներ, պայմանագրեր կան, տարբեր հաստիկներ կան, իմ աշխատանքը ամբողջ օրյա է։ Ոնց որոշեցիր։ Տեսեք, Բելգիա եկած չեկած։ Ես ամուսնացա եւ շատ շուտ երեխա ունեցա, ինչպես բոլոր ամառական ընտանիքներում։ Դե բավական չխոսան, հա։ Ահա։ Որ չասեն, չբերա։ Գնացինք Հայաստանից հարց բերեցինք, մի հատ երեխա էլ չկարողանում ունենալ։ Որոշ բերաններ փակելու համար։ Այո, կարևոր է։ Այո, միանշանակ։ Ուրեմն մխրճված էի առօրյայում այդ ծնողական ու օտար երկիր Թեպետ ասեմ, այդ ինտեգրման շրջանն ինձ մոտ շատ թեթև անցավ։ Ես դե քուրիկը տեղ էր նաև դա էլ երևի մի քիչ է։ Միանշանակ, գիտեի, այսպես ասած, գիտեի ուր եմ գալ։ Ու չգիտեմ, հիմա կարծում եմ այս ամբողջ տարածքները, մշակույթը, ամեն ինչը շատ վերացական է, որովհետև բոլորը գիտեն որտեղ ինչ է կատարվում։ Չգիտեմ, 80-ականներ, 90-ականներ, 2000-ականներ ինտերնետ չկար, բան չկար, շփում չկար, 3 րոպե զանգում էինք շաբաթը մի անգամ, ես հիմա նույնը չի, ինտերնետով հեռախոսը միացրու քո համար ինչքան ուզում ես զրուցի։ Երբեմն հավատացեք, եղբայրս զանգում է ինձ, ասում է, այս Բելգիայում սենց բան է եղել, ասում հալո։ Ու հետո ես եմ գնում նայել։ Այսինքն այս ամեն ինչը շատ վերացական է։ Ես ինքս չզգացի այդ դժվարությունը, թեպետ եւ շատ դժվար էր։ Բայց ես այդ ամեն ինչ այդ этаպը ինձ մոտ շատ բավականին դժվար անցավ։ Դժվարն է նա, որ երբ որ ինչ որ տեղ ես տեղափոխվում, փոխում ես երկիրը, փոխում ես միջավայրը, պետքա որոշում կայացնես ինքդ քեզ մոռանալու ու զրոյից սկսելու։ Դա շատ դժվար որոշում է։ Երբեմն մարդիկ դա անում են մտածված, երբեմն մարդիկ անում են ինքնաբերաբար, բայց այդ ճանապարհը, որ անցնում ես, բավականին բարդ է։ Ու եթե ես այսօր կարող եմ ասել, որ այդ ամեն ինչ ինձ համար հեշտ է, ինձ թվում է ես այդ ամեն ինչը ճիշտ եմ արել, որ այդ ամեն ինչը ինձ հեշտ է տրվել։ Ես ճիշտ եմ արել ոչ թե բրավո ինձ, ապրեմ ես, այլ շրջապատված եմ եղել լավ մարդկանցով, լսել եմ լավ խորհուրդներ, տեսել եմ օրինակներ ու ասել եմ այսպես պետք չի անել, այդ ամեն ինչը միացած հավաքական գործոն է։ Դա կարևոր է, որ այդ վստահություն ունենաս քո շրջապատի ու շրջապատն էլ թույլ տա, որ դու այդ վերապրես այդ ոնց որ ինտեգրացման այդ պերիոդը դարձնեն ավելի մեղմիկ։ Տեսեք, օրինակ, այստեղ ամուսնուց գործոնը բավականին հատկանշական է։ Ինքը ինձ չի փայփայել։ Ինքը ինձ չի ասել, սպասի ես կանեմ քեզ համար, սպասի։ Թեկուզ այնց հասարակ ինչ որ թղթաբանություն է, երբեք ինձ չի ասել, հա, ես կանեմ, դու մի արա, կամ ինչ որ, չէ, ոչ թե չի ուզել ինձ աջակցել, դա իր մեթոդներ ինձ ասելու ինտեգրացիա, որ սովորես։ Ու հավատացեք, դա ինձ բավականին օգնել է։ Երբ սկսեցի աշխատել, երբ որ երկրորդ երեխաս ծնվեց, ես զգացի, որ իմ պոտենցիալը կորում է։ Ես ուրիշ բան էլ ունեմ անելու, հասկացա, որ կկարողանամ համատեղել։ Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ այդ գործընթացում ես արեցի այդ քայլը, որովհետև մեծ աջակցություն ունեի իմ Բելֆամիի կողմից, ամուսնուս ընտանիքի կողմից, բավականին մեծ էր իրենց աջակցությունն ու ներդրումը, երբ որ աղջիկս արդեն սկսեց դպրոցը 2.5 տարեկանում, տղաս արդեն պարտեզ սկսեց հաճախել, ես հասկացա, որ ունեմ ազատ ժամանակ, ու այդ ազատ ժամանակը ոչ թե խանութներ գնալ, գումար ծախսել կամ ինչ-որ սրճարան գնալ, սուրճ խմել եւ գումար ծախսել, ինչի՞ չէ, գումար աշխատել։ Այդ ժամանակահատվածում գումարը չի, ինչ որ նաև
քեզ ռեալիզացիա անես մի ուրիշ բնակավարում երևի։ Անշուշտ, բայց ասեմ, որ ինձ գումարն էլ կարևոր իհարկե, որտեղ մեծ ընտանիք է, բայց շատ կարևոր է։ Ինձ համար ես կարծում եմ, որ շատ կարևոր է անես այն աշխատանքը, որը սիրում ես, բայց կարևոր է նաև լավ վարձատրումը։ Այսօր ես մտածում եմ իմ ապագայի, իմ երեխաներին լավ ապագա տալու համար ու այդ ամեն ինչում գումարը շատ մեծ նշանակություն ունի։ Ֆինանսը շատ կարևոր է։ Դրա համար ես մի քիչ փորձում եմ հիմա եթե կարողանամ միջոցներ ձեռնարկել, որ լինեմ ֆինանսապես ապահով, հետագայում երեխաներիս աջակցելու իրենց կրթության, իրենց ամեն ինչի համար։ Որովհետև ոնց որ ասեցի, այն մանկությունը, որ ես եմ ունեցել, ես երջանիկ եմ եղել այդ մանկությունում, որտեղ կոնտեքստը այդպես էր, որովհետև միջավայրում այդպես էր, բայց հիմա ես ապրում եմ այն երկրում, որ իմ երեխաները ուզեն թե չէ համեմատվում են ու իմ երեխաներին պետքա այնպիսի բայց անջան գիտես ոնց է ես գիտեմ մարդիկ ունեն շատ շատ մենց երեխաները երջանիկ չեն որտեղ չունեն ամենակարևորը սերը տերը այդ ներքին այդ խաղերը ներքին այդ սովորույթները հասկանում ես այսինքն երկու ծնողն էլ շատ աշխատում են եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, ճիշտ է, ֆինանսը կարևոր է։ Բայց երբ որ այդ ֆինանսը լինում է ընտանիքի ներդաշնակության երեխաների սիրո հաշվին, երեխաները մեծանում են մենակ կամ ինչ-որ նյանյաներով եւ այլն, մանկության, ես միշտ ասում եմ, ինձ ուժեղ է դարձրել իմ մանկության ժամանակ ստացած սերն ու օգնությունը, մինչև այսօր էլ, ասենք հիմա ես գիտեմ մերոնք 5000 կիլոմետր այն կոմեն, բայց ամեն պահին ես իրանց սերը ու այդ, ոնց ասեմ, պայծերշկան զգում եմ, ամեն պահի, ու դա է տալիս մեզ այն ուժը, որի մասին դու խոսում ես, որը մեզ տալիս է ցանկություն ամեն ինչ անել, ամեն ինչ միջով անցնել, ու դա է ինձ թվում ամենակարևորը։ Դու ընտրես աշխատանքը, դու ընտրես ընտանիքը, ես կասեի sense դու ընտրես դա։ Դե տեսեք հանգում ենք նույն են քիչ առաջ ասված այդ ընտրությանը, որ ես այս պարագայում թեկուզ եւ հանդգնեցի աշխատել, բայց ես ընտրեցի ընտանիքը։ Ճիշտ է։ Որովհետեւ տեսեք, հիմա անկեղծանամ, ես իմ գործունեության ընթացքում 3 կոնկրետ թղթի վրա գրված 3 առաջարկ եմ ստացել հաստիքը փոխելու, ավելի առաջ գնալու, ավելի զարգանալու, մերժել եմ դրանք։ Ինչի, որովհետև այդ նույն ընտրության մասին է խոսքը։ Ես հասկացա, եթե ես դա անեմ, երեխաներիս տեսնել եմ ավելի քիչ, թեկուզ եւ ֆինանսապես ավելի բարձր վարձատրում եմ ունենալու, բայց ես այստեղ նժարի վրա դնում եմ երեխաների հետ ժամանակ անցկացնելը, իմ հոգնածությունը, իմ իրենց համար պատրաստակամ լինելը եւ աշխատանքում իմ բավարարվածությունը, այսպես ասած, թե ինձ վայ իմ հաստիքը փոխվեց, ես ավելի շատ աշխատավարձ կստանամ, ես ընտանիքի նժարը բավականին ավելի ծանր է։ Այսինքն դու ընտրությունը դրեցիր նրա վրա, ինչ որ քո համար այս պահին կարևոր է։ Անշուշտ, ես չեմ ասում, կարող է վաղը ես ընդհանրապես ուրիշ օր է, ես չգիտեմ ինչից կարող ընդհանրապես ասեմ, ես էլ չեմ աշխատում։ Դու չես կարող բան դրես երեխեքին ես էլ ոչ մի բան, իհարկե ես մտածել եմ այդ մասին։ Հա, ես հաճախ, երբ որ 4-ով անում են իրար։ Չէ, կարևորը դա է, երբ որ մենք սկսում ենք շատ մտածել վաղը, մյուս օրը, ես ինչ դա մեզ գցում է ահավոր այս վայտանքների մեջ, դա հա, շատ դժվար է։ Բայց նաև ես ասեմ քեզ, ես ասենք ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն, որ ես ասենք տենց հաճոյա խոսելու բնավորություն չունեմ, եթե չեմ մտածում, բայց ես ահռելի մեծ հարգանք ունեմ քո հանդեպ, որովհետև համակցել ընտանիք, տուն, ամուսին, 4 երեխա, ամեն երեխան իր նրբություններով, իր բնավորությունով, իր դպրոցի հարցերով ու խնդիրներով, դա հիանալի է։ Դա ոնց ասեք, հիացմունք է, հա, ստեղծում իմ մոտ։ Ես դա չեմ ասում հաճախոսալու համար, դա իրոք հզոր աշխատանք է։ Ու ոնց որ դու ասում ես, դա հզոր աշխատանք է քո կողմից, բայց նաև քո ամուսնու կողմից, որտեվ միայն երջանիկ կինը, սիրված մայրը կարա այդ ամեն ինչը համակցի իրար հետ, որտեղ չկա տեղ ֆրուստրացիայի։ Այո։ Երբ որ մտնում է այդ դժգոհությունը, ֆրուստրացիան մարդու կյանքը, ինքը ուժը տանում է,
ու ես միշտ ասում եմ երջանիկ կինը սարեր կքանդի սարեր կանցնի չէ միշտ ասում են ոնց է մի հատ բան ասում կնոջ որ տալիս է ծաղիկ ինքը ծաղկի փունջա սարքում որ տալիս է չգիտեմ ինչ չէ դες ինչ-որ մի հատ բան կա ու ես դրան հավատում եմ դա խոսում է համահունչ ընտանիքի սիրո ընտանիքի մասին ու ամեն ինչ հնարավոր է հենց ընտանիքում ոչ երեխաների ջանք դառնում ոնց որ ասում է ոչ աշխատանքը իսկ մարդիկ կան որ դրանք չունեն ու մեկը իրանք տենց տխուր են իրանց ներսում, չունեն այդ կայծը, չունեն այդ բանը։ Ես մի համոզմունք ունեմ այս կյանքում, որ երջանիկ լինելը, բավարարված լինելը դա որոշում է։ Դա ոչ ճակատագիր է, ոչ էլ միջավայր է, ոչ էլ լավ ընտրություն է, դա որոշում է։ Ունենք ինչ ունենք, մենք ենք որոշում դրանով լինել երջանիկ, թե դրանից, թե նայենք կողքին ինչեր ունի։ Ճիշտ է։ Եվ բայց դա նաև հոգևոր ճանապարհ է։ Անշուշտ ինքնաներթափանցում պետք է անել հոգևոր ճանապարհը եւ որոշելը մարդ կա գալիս է դրան հիասթափությունների ճանապարհով մարդ կա գալիս է դրան սիրո ճանապարհով ամեն մեկը իր ճանապարհը ունի յուրաքանչյուր բայց ամենակարևորը այդ քո ասածը քո եսը չկորցնելն է անշուշտ Տես դու խոսում ես ընտանիքի մեծ ընտանիքի մասին, որի մեջ եկել ես, չէ Հայաստանից 4 բալիկ, աշխատանք եւ այլն, բայց դու քո եսդ չես կորցրել, դու չես ձուլվել։ Այդ տեսեք ինձ հաճախ ընկերներս են ասում, ես կապս պահել եմ Հայաստանի ընկերներիս հետ, այստեղ ունեմ ընկերներ, հատընտիր, բայց Հայաստանի ընկերներիս հետ կապը շատ պահել եմ ու երբ որ խոսում ենք, երբ որ իրենք գալիս են, ես եմ գնում, ինձ միշտ ասում են, դու չես փոխվել։ Դու չես փոխվել։ Բայց դա արդեն քո բնավորության ուժեղության եւ քո ամուսնու եւ ամուսնու ընտանիքի կողմից քեզ ընկալելու եւ պահպանելու գործընթացի հետևանքն է։ Ես մի հատ ծանոթ մարդ ունեի, ասում էր, գիտես, երբ որ մարդիկ արևի նման են, իմ համար դու արևի նման ես, լուսավոր, մարդիկ ձգտում են դեպի արևը, բայց երբ որ գալիս են արևի մոտ, ուզում են արևին հանգցնեն։ Հասկանում ես, այսինքն կարանք սենց ասենք, շնորհակալություն քո ամուսնուն քո կողքի մարդկանց ընտանիքին, որոնք թույլ են տվել, որ այդ արևը ավելի ուրիշ ձևով, բայց շարունակի իր ճառագայթներով մարդկանց ջերմացնելը։ Հասկանում ես, այսինքն այդ պահին, որ մենք հանդիպեցինք այդ խանութում, դրանից հետո դու կարայր պարզապես ասեիր, չէ, չեմ ուզում ինտերվյու, շնորհակալ, էլի ոնց ասում հաճելի պահ էր իմ համար, դա ինձ ոնց որ սիրտը ջերմացրեց այդ 2 վայրկյան, ասենք ինտերակցիան, չի ասենք թե մեր մեջ, բայց ինչքան բան է փոխվում կյանքում այդ օրվա մեջ։ Քո համար, ինձ համար այդ օրը դարավ մի օր, որի մասին մենք ջերմությամբ կհիշենք։ Ուզում ասեմ, եկեք բոլորիս այդպես պահեր տանք։ Որոշման հարց է։ Ժպտանք, երջանիկ լինենք, տխրենք, որոշման, բայց նաև գիտակցության, էության հարց է։ Մարդիկ որ չարված բաներ են անում, իրանք չեն ուզում դա անեն, իրանց մեջից ինչ-որ մի բան աստիպում, դա այդ որ դու ասում ես, դա մեր մասին չի, դա իրանց մասին է, դժվար է, շատ դժվար է հասկանանք, որ այդ մարդիկ են տարապում, դրա համար են տենց արտահայտվում։ Ամջան, ես կարամ ժամերով քո հետ զրուցեմ, շատ հաճելի ամեն դեպքում Մեսի այդ օրվան ու քեզ, որ մենք տենց հանդիպեցինք, որտեղ մենք կարող ընդհանրապես չհանդիպեինք կյանքում, չնայած նույն քաղաքում ենք ապրում։ Ես մի քանի հարց եմ պատրաստել քեզ համար։ Ոնց կուզես, որ քո մասին հիշեն։ Արմինեն շատ աջակից մարդ էր, որովհետև ես շատ եմ սիրում մարդկանց աջակցել, օգնել, եթե ես կարողանում եմ օգնել, այդ ձեր ասած սարերը շուռ կտամ, որ ինչ-որ բանով օգնական լինեն։ Եթե ինչ-որ մի բան անվճար պետք է անես ամբողջ կյանքում, ինչ կանես։ Սիրել, արդեն անում եմ։ Շատ լավ է ստացվում։ Դժվարությունների միջով ո՞նց ես անցնում։ Շատ հեշտ, ոչ մի դժվարությունը այնպիսի վերացական բան է ինձ համար։ Տեսեք, ես դժվարությամբ եմ ապրել, փոքր տարիքից ես դժվարությունն ունեցել եմ, ինձ համար դա շարժիչ գործոն է։ Տեսեք, ես ընդամենը 5 տարեկան եմ, երբ որ հայրս մահացավ։
Հայրս, մայրս, հորաքույրս եղել են զինվորական։ Այդ ընթացքում պատկերացնում եք բոլորի ընտանիքները ոնց են, ու մի անգամ մայրս մի արտահայտություն արեց ու ես մայրդ մենակ 5 բալիկա, 4, հա, մենակ ու աշխատել եմ մինչև մայրս 17 տարեկան քո օրինակն է եղել։ Իմ իդեալն է ու տեսեք, կան չէ, այդ սերունդների անհամաձայնությունը, ինձ թվում է բոլորի մոտ էլ եղել է, այն ժամանակ որ շատ առողջ է իմիջայլոց։ Իհարկե, դա օգնում է որ առաջ գնաս։ Տեսեք, այն ժամանակ բաներ ա եղել, որ ասում եի, մաման սխալ է, հիմա հասկանում ես, բայց հիմա հասկանում եմ ու երբեմն մամայի ասածները ի տարբերություն որ քո բալիկները բարձրաձայնում են։ Չէ։ Կգալնի հեսա, սպասի։ Հեսա կգան 13 տարեկան, սպասի, սա կլինի։ 3 տարի հանգիստ ապրեմ։ Տեսեք, մայրս մի արտահայտություն արեց մի անգամ, ու ես հասկացա, այդ արտահայտության մեջ ամփոփված էր շատ իմ բնավորության գծեր։ Ինքը ասում էր, երբ որ պատերազմական տարիներին շաբաթը մեկ անգամ, ամիսը մեկ անգամ պատերազմի դաշտից որ մեկը գալիս էր ու մեզ ցուցակներ տալիս, ովքեր են մահացել, ովքեր են դեռ ողջ։ Ասում է 30 րոպե նստում ենք, լացում ենք բոլոր նրանց համար, ովքեր որ մահացել են, ու 40 րոպե ապարում ենք նրանց համար, որոնք դեռ կան։ Ու ես հասկանում եմ, թե դժվարությունն ինչ է։ Դժվարությունը իմ համար շարժիչ ուժ է։ Բայց ինչ ուժ են ունեցել։ Ինչ ուժ են ունեցել ու տեսեք ոչ մեկ տրավմա չունի, չէ՞ կարծում եմ։ Ունեն, բայց նույնը չի։ Մեր ազգը շատ մեծ տրավմաներ ունեն։ Ոչ թե ստից վայ ինձ սենց նայեց, ինձ էս այնպես։ Բայց ես կուզեմ ուղղակի այս պահին մինչև չենք խոսացել, բայց արի այս պահին մի պահ մամայից շնորհակալություն հայտնենք։ Այո։ Մամաները շատ կարևոր դեր ունեն, պապաները շատ կարևոր դեր ունեն, մամաները։ Արի մի պահ քո մամայից շնորհակալություն հայտնենք։ Չնայած իր երիտասարդ տարիքին ամուսնու կորցնելուն այդ դժվար պահին զինվոր լինելով ինքը դաստիարակել է 4 բալիկ արժեքներով, սիրո մեջ ու ոչ թե չարության ու ինքը փաստորեն ես հիմա ավելի լավ եմ հասկանում քո ուժը որպես մամա։ Չէր կարա ուրիշ ձև լիներ։ Չէր կարա, չէ։ Չէ։ Հիմա ոնց որ ասում են քաներն էլ շատ ուժեղ են այն puzzle-ը ես միշտ բանով եմ, puzzle-ով եմ աշխատում, հա, միշտ մարդկանց հետ որ զրուցում եմ։ Այդ քո ասածը վերջինն այդ puzzle-ի մասնիկն էր։ Ես մը լրիվ հասկանում եմ դու ինչ ես տենց։ Մեսի մեր մամաներին։ Ճիշտ է։ Ճիշտ է, դա կարևոր է։ Չէ, մայրս շատ ուժեղ կին է եղել, երբեք չի ընկճվել։ Ինքն էլ ես էլ հասկացա, շնորհակալ եմ այս զրույցից, որովհետև ես չունեի դեռ այս հարցի պատասխանը։ Ես էլ հենց նոր հասկացա, որ այդ տեսեք այդ դժվարության հարցի հետ կապված իմ պատասխանը լրիվ մորես կյանքի ամփոփումն էր։ Որովհետև ինքն էլ դժվար է ապրել, դժվարություններ ա ունեցել, բայց երբեք ինքը չի կենտրոնացել դրա վրա ու իր համար դա եղել է շարժիչ ուժ։ Ասում են, որ այս ինտերվյուն շատ հետաքրքիր հետևանքներ է թողում մարդկանց հոգու մեջ։ Ոնց անուն, եկեք փոխենք անունը։ Չէ, լավ է, Մարիշի հետ։ Չէ, Մարիշի հետ է լավն է։ Մաման ասեց պետք է անունը դնես կյանքի պատմություններ։ Արդյոք սովորություն ունես տոնելու քո ձեռքբերումները։ Ես առհասարակ սովորություն ունեմ տոնելու։ Ինչ լավ։ Ամեն ինչը։ Հա, ինչ լավ։ Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր պաշտում են իրենց ծնունդը։ Ես պաշտում եմ իմ ծնունդը։ Ես պաշտում եմ ամեն իրավիճակ, եթե կարող ենք տոնել։ Ինչ լավ է։ Տոնենք։ Արդեն ապրում ենք, այնքան բան ունենք տոնելու։ Ճիշտ։ Ամեն օրը կարող ենք տոնել, այնպես որ հա։ Ինձ էլ կանչի կամ որ տոնեմ հետ։ Մեծ սիրով, մեծ։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Իմ դաստիարակության, իմ անցած ճանապարհի։ Երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր եկել են իմ կյանք, երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր մնաց մինչև հիմա ինձ հետ, ու առավել երախտապարտ եմ նրանց, ովքեր գնացել են, որտեղ անցումային մարդիկ քո կյանքում շատ կարևոր են։ Շատ կարևոր։ Եկել են դա սովորացնելու։ Եկել են սովորացել են, գնացել են ու եկել են դու իրենց ինչ որ բան ես տվել, իրենք ինչ որ բանով գնացել են։ Իրանք էլ են տվել։ Իրանք էլ են տվել, բայց վստահ չէ միշտ բան, լավ, բայց տվել են։ Մենք ինչ ենք պահում։ Տվել են։ Մենք ենք որոշում ինչ ենք պահում։ Տվյալ պահին ուշադրությունդ ինչի վրա է բևեռված։ 5-րդ բալիկի։ Լավներ։ Ասա պետք է փորձեի։ Չեմ կարծում հատկապես իմիջիալոց ասեմ, քրոջս անդրադառնում եմ կարծեմ 3-րդ անգամ մեր հաղորդման ընթացքում,
Իմիջիալից ունեմ 2 քույր, երկուսն էլ հավասարապես սիրում եմ, բայց չգիտեմ ինչի մենք Թե անդադար մեծն է, չէ եղել, ինքը ամենամեծն է եղել, ինձ թվում է կապի հարց կա, մամայական մի քիչ երևի նաև։ Երկուսն էլ ինձ մայր են եղել, մայրս ինձ ծննդաբերելուց հետո բավականին հիվանդ է եղել, չի կարողացել քայլել։ Ու ինձ պահել են իմ քույրերը 11 ու 9 տարեկան։ Ու բոլոր հարևանները, բոլոր դրա համար ես չգիտեմ, երևի դրանից է նաև, որ ես sense էսել են մի puzzle-ի մյուս Աստծո պահած ծրասմա։ Հավանաբար, վստահաբար, ոչ թե հավանաբար։ Դե դա էր, գիտես, նաև հզորությունը Հայաստանի ժամանակվա, որ այսօր մի քիչ ավելի քիչ կան ու մեծ ընտանիքներում գուցե ավելի շատ կա, որ երեխաները չեն մեծանում այդ ամբողջական ընտանիքի մեջ։ Այդ սիրով ողողված, դա մի քիչ դժվար է։ Կա ինչ-որ բան, որի համար զղջում ես։ Կարծում եմ չէ։ Չեմ կարծում, ու եթե անգամ ինչ որ մի ժամանակահատվածում կայացրել եմ մի որոշում, որն ինձ բերել է նենց ոչ հաճելի հանգամանքների, ես անգամ դրա համար չեմ զղջում, որովհետև այդ պահին, այդ միջավայրում, այդ իրավիճակում դա եղել է իմ լավագույն որոշումը։ Դրա համար զղջում չունեմ։ Եթե կախարդական փայտիկ լիներ, ունենայիր, ինչ կփոխեիր քո կյանքում։ Իմ կյանքում ես սիրում եմ իմ կյանքը։ Ուրախ եմ դրա համար։ Այդ փայտիկը կտամ ուրիշի։ Ոյեսիչ։ Անու ջան, ուզում եմ մեկ անգամ եւս քեզ շնորհակալություն հայտնեմ քո լուսավոր պատկերի համար, քո այդ ջերմության, որ դու սփռում ես անկախ նրանից դու ճանաչում ես մարդկանց թե չէ, որտեղ թվում է ես ճիշտ մարդն եմ որ դա ասեմ, ես քեզ չէի ճանաչում մինչև այդ օրը ու այսօր առաջի անգամ որ մենք զրուցում ենք իրար հետ։ Չէ, մի քանի ժամանակ մեր հանդիպումը բավականին սպասեցնել տվեց ու ձգձգվեց։ Ձգձգվեց ու տեղի ունեցավ։ Երբեմն դա շատ լավ, որովհետև երբեմն մարդիկ ասում են հա, հետո ես չեմ ստիպում մարդկանց։ Բաներ կա, որ պետքա լինի այն ժամանակ, երբ որ պետքա լինի, նու դա քո մասին չեմ ասում, բայց ընդհանուր։ Չէ, այստեղ ընդհանուրն է մեր աժանդաների եւ կազմակերպվածության։ Դե տեսեք, ասում եք 4 երեխա, անդադ շեշտում ենք, բայց եկեք 4 երեխայի վրա չկենտրոնանանք, որովհետեւ իմ համար առաջին աշխատանքը, եթե այդպես ասենք, առաջին զբաղվածությունը դա ամուսինն է։ Ամենամեծ բալիկը։ Չէ, ոչ թե ինձնից բավականին ժամանակ է պահանջում, այլ իմ համար կարևոր է լինել սկզբում լավ կին, հետո լավ մայր, հետո լավ ընկերուհի, հետո լավ աղջիկ, մնացյալը շարունակվում, հետո լավ գոլեգա, մնացյալը շարունակվում է։ Դրա համար այդ իմ օրացույցը բավականին սեղմված է դրա համար։ Դրանից չէր, մենք պրոստը չէինք կարողանում իրար հետ նորմալ զրուցեինք։ Ուզում ենք սկզբում SMS-ներով, բայց մեր մոտ չէր ստացվում, հա։ Ուզում ասեմ, ես չեմ կարծում, որ դա բանի։ Ամեն դեպքում շատ շնորհակալություն քեզ քո անկեղծության համար, քո կյանքի պատմությունը մեզ հետ կիսելու համար, որտեղ ինձ թվում է դա շատ կարևոր է։ Այդ քո երախտապարտության համար, քո ամուսնու, մամայի, ընտանիքի, բալիկների շրջապատի հանդեպ, որտեղ դա ինձ թվում է շատ ջերմացնող զգացում է քո եւ բոլորի համար։ Մեր ընկերներին կառաջարկեմ, որ կիսվեն այս հաղորդումով, կոմենտներ անեն, վստահ եմ, որ յուրաքանչյուրը իր համար հետաքրքիր ինֆորմացիա կգտնի։ Ուրախ կլինեմ, եթե հետաքրքիր է ինչ-որ մեկի համար։ Կարծում եմ հաղորդումը կլսեն են մարդիկ, ովքեր արդեն ինձ ճանաչում են, հուսամ ամեն դեպքում։ Լսեցիք։ Հուսամ կլսեն, բայց շատ կուրախանամ, եթե այս հաղորդման միջոցով նոր ընկերներ ձեռք բերեմ, եթե ինչ-որ մարդիկ ինձ ճանաչեն, ես շատ երջանիկ կլինեմ, եթե իմ խոսքը հետաքրքիր եղավ ինչ-որ մեկի։ Վստահ եմ։ Ես վստահ եմ։ Ու շատ ուրախ եմ, որ դա տեղի ունենում Բելգիա ռադիոյում։ Բելգիա մեր բոլորի ռադիոն է։ Ու բոլորի պատմություններն էլ մեր համար շատ կարևոր են։ Եվ վստահ եմ, որ այս ինտերվյուն էլ ինչ որ փոքրիկ բաներ կբերի քո կյանքում։ Հուսամ։ Մեզ կպատմես հետո։ Անշուշտ։ Բոլորին ցանկանում ենք բարի օր։ Մինչ նոր հանդիպում։